Եկեք ասենք փառք մեր Տեր Աստծուն, սիրելի եղբայրներ, քուրեր, Տեր օրհնի, շնորհակալ ենք Տիրոջից այս Սուրբ Կիրակի օրվա համար, այս հանգստության օրվա համար, որ մեր հոգիները հանգստանում են այս օրերի մեջ։ Դավիթն ասում է կուզենայի Տիրոջ տունը երթալ։ Կիրակի օրերն էր մենք ենք, ասում ենք Տեր, Դավիթի նման մենք էլ ուզում ենք Տիրոջ տունը գնալ եւ գտնել հանգստություն քո ժողովրդի մեջ, քո խոսքի մեջ, փառք Տիրոջը դրա համար։ Սիրելի եղբայրներ, քուրեր, մենք կարդում ենք Գործք առաքելոց գրքում, որ երբ որ Հիսուսը արդեն հարություն էր առել եւ Հիսուսը աշակերտներին հավաքել էր, նրանք Ձիթենաց դռան վրա էին գտնվում եւ Տերը նրանց ապստրում էր եւ ասում էր, որ Երուսաղեմից չհեռանաք, մինչև որ վերևից զորություն առնեք։ Եվ այդտեղ ես ուզում եմ կարդալ։ Ուրեմն Եսավ անոնց 7 համարից ձեզի չվերաբերել ժամերը ժամանակները գիտնալը ձեր հայրի իշխանության մեջ դրավ, բայց հոգուն սրբոց ձեր վրա եկածատները զորություն պիտի առնեք ու ինձի համար վկաներ պիտի դակ։ Երուսաղեմի մեջ ու բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչև երկրի ծայրերը։ Բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք ու իմ համար վկաներ պիտի լակ, զորություն պիտի առնեք։ Եղբայրներ, քուրեր, զորությունը երկնքից է գալիս, զորությունը երկնքից ենք առնում, երբ որ Սուրբ Հոգին իջնում է մեր վրա։ Օրենքի մեջ զորություն չկա, եղբայրներ, քուրեր, օրենքի մեջ միայն անզորություն է, օրենքը երբեք զորություն չունի։ Օրենքը դա մեղքին ուժ է տալիս, մեղքին է զորացնում։ Հեսա մենք կարդանք այդտեղը, որովհետև Սուրբ Հոգին է, որ իջնելով մեր վրա մենք զորություն ենք առնում եւ նոր դառնում ենք վկաներ, կարողանում ենք վկայել Քրիստոսի մասին։ Դրա համար սիրելիներս, երբ որ մենք նայում ենք, ասենք Աստծո խոսքի մեջ, վկայության մասին գրված է Առաջի Հովհաննես թղթի մեջ կարդում ենք այդ մասին, որ երբ որ զորություն ենք առնում, կարող ենք վկայել արդեն նրա մասին։ Իսկ ինչ այդ վկայությունը, ինչ պիտի վկայենք։ Կարդում ենք այստեղ Հովհաննես թղթի մեջ հետևյալ խոսքերը։ Առաջի Հովհաննես 5-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Եթե մարդոց վկայություն եք ընդունենք, Աստծո վկայությունը ավելի մեծ է։ Վանսիասիկա է Աստծո վկայությունը, որ իր որդու համար վկայեց։ Ան, որ Աստծո որդուն կհավատա, վկայություն իր մեջ ունի, ան, որ Աստծուն չհավատար, ստախոս կնե զանիկա, մանսի չհավատար այն վկայությանը, որ Աստված իր որդուն համար վկայեց։ Եվ վկայությունը այս է, ինչն է այդ վկայությունը։ Այս է վկայությունը, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ, ու այս կյանքը անոր որդու մեջ է։ Ով ասա վկայում, սա Աստծո վկայությունն է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ, եւ այդ կյանքը Քրիստոսի մեջ է, եղբայրներ, քուրեր։ Ան որ որդին ընդունած է կյանք ունի, եւ ան որ Աստծո որդին ընդունած չէ, կյանք չունի։ Հիմա տեսեք, սիրելիներ, ասում եմ, եթե դուք մարդկանց վկայությանը հավատում եք, չէ՞ որ Աստծո վկայությունը ավելի զորավոր է, ավելի մեծ է։ Աստված, որ ստեղծել այս երկինքը, երկիրը, ծովը, ցամաքը եւ բուսական կենթանական աշխարհը, ինքն է վկայում, որ մեզ հավիտենական կյանք տվեց։ Այդ կյանքը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Հետարքիր ասիրելներս, այս երկինք ու երկիրը ստեղծող Աստվածը այնքան իմաստուն է, եղբայրներ, քուրեր, եւ Սուրբ Գիրքը այնքան իմաստությամբ է գրված, որ դուք չեք պատկերացնի։ Ասենք իհարկե հիմա շատ բաներ են գտնում, ասենք աստվածաշնչի կոդերի մասին շատ է գրվում, թե ինչ կոդեր գոյություն են աստվածաշնչի մեջ։ Այսինքն ինչ անշուշտ աստվածաշնչի կոդ։ Օրինակ համար եբրայերենում երբ որ գրված է, ասենք Սուրբ Գիրքը երբ որ եբրայերենում հին ուխտը եբրայերենում նամանավան Տորա, այսինքն հնգամատյանի կոդերի մասին։ Երբ որ գրված է, այնտեղ ամեն ինչ օրինակ նախադասությունը տառերից է բաղկացած։ Բառը տառերից է բաղկացած, տառեր ունեն թվային արժեքներ։ Երբ որ դա համադրում ես նախադասություններ ես կազմում, ուրեմն շատ հետաքրքիր։ Դրանով օրինակ կա գրված բանի մասին։ Դեսին որ երբ է գրվել, չէ՞ մեր թվարկությունից առաջ է գրվել, բայց տեսեք, դա ասենք
Ռուսաստանի հեղափոխության մասին է գրված։ Շատ բաներ գրված է, որ ասենք հոլոկոստի մասին է գրված հрьяաների, այդ կոդերը կան դրանք, բոլորը հիմա գտնում են այդ բաները։ Այսինքն այս գիրքը իմաստությամբ է գրված, եղբայրներ քույրեր։ Այս գիրքը Աստծո բերանից դուրս եկած խոսքն է, որ սրա մեջ ոչ մի տառ անգամ, ոչ մի բառ անգամ չի կարող խաբել մեզ։ Հետաքրքիր է, եղբայրներ, մարդը մարդուն կարող է խաբել, բայց ինչի համար է խաբում։ Խաբելու իմաստը ինչու՞մն է կայանում։ Խաբելու իմաստը կայանում է նրանում, որ ինչ-որ մի բան շահի կամ ինչ-որ մի բան ապացուցի, չգիտեմ, ինչ-որ մի բանի նպատակ ունի խաբելը, բայց Աստված ինչ նպատակ ունի, որ մեզ խաբի։ Որն է այդ նպատակը։ Աստված նպատակ չունի, որ մեզ խաբի, եղբայրներ քույրեր։ Աստծո նպատակը ոչ թե մեզ խաբելն է, այլ Աստծո նպատակը մեզ գնելն է իր որդու Հիսուս Քրիստոսի անունով։ Օրինակ ասենք այդ կոդերից մի բան ասեմ։ Օրինակ 130 ներողություն, 119 Սամոսը կարդացել եք, չէ՞։ Ամենաերկար Սամոսն է։ Դուք գնացեք տուն եւ ուշադրություն դարձրեք։ Ամենաերկար Սամոսն է 119 Սամոսը։ Հիմա ես բացում եմ։ Այս Սամոսը բաղկացած է 22 կտորից, 22 առանցին հատվածներ կա այս Սամոսի մեջ։ Եվ գնացեք հաշվեք, ամեն մի հատվածը 8 խոսքից է բաղկացած։ 8։ Բոլոր հատվածները, որ նայեք, 8 խոսք ունի։ Եվ 8 խոսքը ունի 22 հատված կա, 22 մասի է բաղկացած, մասից է բաղկացած այս Սամոսը։ Եվ 8 անգամ 22, այսինքն ընդհանրապես այս Սամոսի մեջ կա 176 նախադասություն։ Բայց 22-ը գիտեք ինչն է, եղբայրներ քույրեր։ Ինչի 22? 22-ը հրեական այբուբենի տարերի թիվն է։ Փարտիլոցը եղբայրներ քույրեր։ Ուրեմն այս գիրքը գրված է Աստծո բերանից դուրս եկած խոսքն է։ Իսկ գրքում ինչ որ կա, եղբայրներ քույրեր, մենք պետք է դա հավատանք դրան, որտեղ սա մարդ չի ասում, սա Աստված ասում։ Երկինքն ու երկիրը կասնեն, բայց իմ խոսքերից բնավ որևէ մեկը չի ասնի, եղբայրներ քույրեր։ Այո, մենք ասեցինք, որ Հիսուս ասեց զորություն կառնեք եւ իմ ականներս կլինեք։ Եվ գիտեք, եղբայրներ քույրեր, ինչպես ասացի, որ օրենքը զորություն չունի, օրենքի մեջ միայն անզորություն է, օրենքը հակառակը մեղքի ուժն է։ Դրա համար կարդում ենք առաջի Կորինթացիս թղթի մեջ կարդում ենք, որ օրենքը դա այո, մեղքի ուժն է համարվում։ Ես կարդամ այդ տեղը։ Տեսեք, առաջի Կորինթացիս 15-րդ գլխի մեջ կարդում ենք հետևյալ խոսքերը։ Ուրեմն ես փոքր վերևից կարդամ։ Ահա ձեզի խորհուրդ մը կզրուցեմ 51 համարից, առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 51 համարից։ Ամենից պիտի չննջենք, բայց ամեն սալ պիտի փոխվենք, հանկարծակի աչք գոցել բանալու մեջ, վերջի փողի հնչվելու ատենը, որովհետև փողը պիտի հնչվի ու մեռելները հարություն պիտի առնեն, առանց ապականության, եւ մենք հալ պիտի փոխվենք։ Վասի պետք է, որ այս ապականացում մարմինը անապականություն հագնի, ու այս մահկանացուն անմահություն, բայց երբ ապականացում մարմին ապականություն հագնի, եւ այս մահկանացուն անմահություն հագնի, այն ատեն պիտի կատարվի այն խոսքը, որ գրեցա թե մահը հաղթության մեջ ընկնվեցավ։ Ուրիով մահ քո խայթոցդ, ուրիով գերեզման քո հաղթությունդ։ Մահվան խայթոցը մեղքն է, մեղքի ուժը օրենքը։ Ուրեմն օրենքը ի՞նչն է։ Մեղքի ուժն է, մեղքին ուժ տվող օրենքն է, եղբայրներ քույրեր։ Բայց ասված Հիսուսը մեզ երկնքից օրենք չի բերել, եղբայրներ քույրեր։ Նա չի երկնքից չի իջել երկրի վրա նորից քարե տախտակներ բերելով եւ նրա վրա գրելով տարբեր օրենքներ։ Հիսուսը իջել է կյանք է բերել մեզ։ Եվ այդ կյանքը այսօր քո մեջ է, հավատա դրան։ Ճիշտ է, քո մեջ կարող է մեր մեջ կարող է քիչ է, մյուսի վրա մի քիչ ավելի շատ է, կարող է կյանքը երևում է, բան չի երևում։ Օրինակ ասենք սերմը, որ գցում ես հողի մեջ, այս սերմը սկսում է կամաց ջերմության ազդեցության տակ, արևի լույսի ազդեցության տակ, ինքը կամաց այդ ներսում սկսում է ինչ-որ գործողություններ, բայց դա ով է տեսնում։ Հողի տակ ով է տեսնում, բայց կյանքը սկսում է նրա մեջ աշխատել։
Հիմա կյանքը եղբայրներ քույր, երբ որ մեր մեջ եկել է Հիսուս Քրիստով, մեր մեջ սկսում աշխատել։ Բայց մենք էլ գալիս է հանկարծ ինչ ալնում, ծիլ է տալիս։ Այդ ծիլը կանաչ մի ծիլ է, որ իսկի նման չի այդ ծորինի հատիկին։ Բայց այդ ծիլը հետո ինչ ալնում, այդ կանաչ զանգված է դառնում է հասկ։ Հասկի մեջ երևում է ծորենը, լեփլեցուն ծորենը ասում մեջ նմանվում է այն ամենին, այն ծորենին, որ մենք ցանել ենք։ Փառք Տիրոջը դրա համար եղբայրներ քույրեր, մեղքի ուժը օրենքն է, բայց Աստված ինչ արել։ Խափանել է, հաղթել է, թե մեղքին, թե մահվանը։ Ինչպես օրինակ, ինչպես է հաղթել մեղքին։ Մեղքին հաղթել է Հիսուս Քրիստոսը իր խաչով, խաչը բարձրանալով, խաչվելով մեղքին հաղթություն է տարել։ Մեղքը այլևս պարտության է մատնված, եղբայրներ քույրեր։ Իսկ ինչով է հաղթել մահվանը, մահն էլ է պարտված, և մեղքն է պարտված, և մահը, ինչով է հաղթել մահվանը, մահվանը հաղթել է իր մեռելների հարությունից, մեռելների հարությունով մահվանն է հաղթել, խաչով հաղթել է մեղքին, փառք Տիրոջը դրա համար, եղբայրներ քույրեր, ուրեմն թե մահն է պարտված, թե մեղքն է պարտված, երկուսն էլ պարտված են, ճիշտ է, թեպետ մենք տեսնում ենք, որ մահը դեռ շարունակում է, բայց այդ մահը հետագայում կլինի, որ այլևս երբեք մահ չի լինի։ Այդ մասին մենք կարդում ենք Հայտնության գրքի մեջ, որ Աստծո խոսքը ասում է, որ այլևս մահ չի լինելու։ Ճիշտ է, հիմա կա, բայց նա պարտված է, եղբայրներ քույրեր։ Բայց կգա ժամանակ, որ ամբողջությամբ այդ մահը չի լինի։ Դրա համար կարդում ենք, ուրեմն նախ ասենք, որ կարդանք, ասենք, Հովանու մեջ, ոչ թե Հովանու մեջ, ներողություն, կարդանք այնտեղը, որ Հիսուսը հաղթեց մահվանը և առաջի Կորինթացիս 15-րդ գլխի մեջ մի փոքր ասենք այդ բանը, որ շարունակենք առաջի Կորինթացիս 15-ի մեջ և այսպես ասում, ուրեմն, այս բանից, ուրեմն, 22-24 համարից, ուրեմն, Անկետ է պիտի գա վաղճան և թագավորությունը պիտի տա Աստծո ու Հորը ձեռքը և խափանե ամեն իշխանություն և ամեն պետություն ու զորություն։ Վանսի անոր պետք է թագավորությունը մինչև բոլոր թշնամիների ոտքերուն տակ դնե։ Վերջին թշնամին, որ պիտի խափանե, մահն է, վանսի գիրքը կսե ամեն բան անոր ոտքերուն տակ հնազանդեցուց, բայց երբ կսե թե ամեն բան անոր հնազանդած է, հայտնի է թե բացի անկե, որ ամենը անոր հնազանդեցուց։ Ուրեմն վերջի թշնամին մահն է։ Ինչի ասում վերջի թշնամին, որովհետև թե մեղքն է պարտված, թե ուրեմն մահն է պարտված, բայց սատանան է պարտված, ներողություն, բայց վերջի թշնամին մահը, թեպետ պարտված է, բայց կգա ժամանակ, թեպետ հիմա մենք մահանում ենք շատերս, բայց կգա ժամանակ, որ այլ մահը չի լինի։ Իհարկե այդ մասին գրված է Հայտնության գրքի մեջ, կարդում ենք հետևյալը, Հայտնության 21-րդ գլխի մեջ կարդում ենք, ուրեմն 3-րդ համարից, ու երկինքեն մեծ ձայն լսեցի, որ կսել, ահա Աստծո խորանը մարդոց մեջ, ու անիկա անոնց հետ պիտի բնակի, անոնք անոր ժողովուրդը պիտի լան, և Աստված ինքը անոնց հետ պիտի լա, իբրև անոնց Աստված է, և ինքը անոնց աչքերեն բոլոր արցունքները պիտի սրբե, և ալ մահ պիտի չլա, ոչ սուգ, ոչ աղա, ոչ ցա պիտի լա, ասկետ է, վանսի առաջման բանն են անցալ։ Իման որ աթորի վրա կլստերեսավ, ահա ամեն բաները նոր կնեմ, ուսավ ինձի գրե, ասի այս խոսքերը ճշմարիտ ու հավատարիմ են, նայասավ ինձի եղավ, ես եմ ալֆան և օմեգան, սկիզբ և վերջ ես ծարավին ձրի պիտի տամ կենաց ջուրի աղբյուրին։ Այսինքն այլևս մահ չի լինի, այլևս սուգ չի լինելու, դժբախտություն չի լինելու, ամեն ինչ հրաշալի է լինելու եղբայրներ քույրեր։ Ճիշտ է, մենք ասենք մի քիչ կասկածամտությամբ ենք մոտենում, ինչի համար ենք կասկածամտությամբ մոտենում, որովհետև գիտեք ինչ կա, մեր մեջ մի հատ դատավոր կա, գիտեք, աշխարհում շատ դատավորներ կան, դատում են, չէ՞ մարդկանց, բայց մեր մեջ էլ դատավոր կա, ով է այդ մեր մեջի դատավորը, մեր մեջի դատավորը մեր Խիստն է, և այդ դատավորը, գիտեք, եթե ես մեղք եմ գործել ու մեղքի պատիժը չեմ բանարել, չեմ կրել մեղքի պատիժը, այդ դատավորը ինձի չի արդարացնում, դատավորը շարունակում է մեղադրել, եթե ես մեղք եմ կրել ու այդ պատիժը չեմ կրել, ապա դատավորը իմ ներսի դատավորը ինձ շարունակում է մեղադրել,
Բայց եղբայրներ քուրեր, հիմա եկեք նայենք։ Հին ուխտում նայենք։ Հին ուխտում եթե մեկը մեղք էր գործում, ես ժամանակի պատճառով կարճ եմ ասում, տեղերը չեմ ասում, ինչ էր անում եղբայրներ քուրեր, այդ մեղքի համար, որպեսզի խավություն լինի այդ մեղքին։ Ինչ էր անում։ Մի հատ ասենք գառնուկ էր տանում կամ որևէ այծ էր տանում կամ մի բան, տանում էր քահանայի մոտ, խոստովանում էր մեղքը եւ քահանան աղոթք էր անում եւ ձեռքը դնում էր այդ անասունի վրա, աղոթքից հետո մորթվում էր։ Ու երբ որ ասենք այդ մարդը, մեղավոր մարդը տեսնում էր, որ իր մեղքի համար արյուն թափվեցավ, իր մեջ հանգստություն էր գալիս, այսինքն պատիժ եղավ, մեղքը պատժվեց, ինքը վնաս կրեց դրանից, եղբայրներ քուրեր։ Հիմա մարդը եթե մեղք է գործել ու վնասը չի կրում, ասում է դե ինչ կարող, ոնց կարող է այդպես բան լինի, մի տեսակ չի հավատում, բայց եղբայրներ քուրեր, մենք վնասը կրել ենք, բայց ոչ թե մենք ենք կրել, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է կրել։ Այդ մեղքը, այդ ներսի դատավորը հանգիստ կլինի, եթե մենք հավատանք, որ այդ մեղքի համար, որը մենք մեղք են գործել ու պատիժը չեն կրել, այդ պատիժը կրել է ինքը Հիսուս Քրիստոսը, մեռելներից հարություն մեր խաչի վրա զոհվելով եւ մեռելներից հարություն առնելով արդարացրել է մեզ։ Եթե մենք դրան հավատում ենք, եղբայրներ քուրեր, ուրեմն մեր ներսի դատավորը խշտվտանքը մեր հանգիստ է լինում, մենք հանգստանում ենք դրանից, ուրեմն ամեն ինչի կախված է հավատալուց, եղբայրներ քուրեր, մեր ներսի դատավորը, այո, չի արդարացնի մեզ, քանի դեռ մենք մեղքի պատիժը չենք կրել։ Թող Աստված օրհնի սիրելի եղբայրներ քուրեր։ Մեր քրիստոնեական հավատքի հիմքը դա մեռելների հարությունն է։ Եթե մենք մեռելներից հարությանը չհավատանք, մեռելների հարությանը, մեր հավատքը լրիվ անիմաստ ու դատարկ մի բան է։ Հիմա տեսեք, հավատում եք, չէ՞ որ կգա ժամանակ, որ այս դալիճի մեջ ինչքան որ մարդ կա ինձանից սկսած, ոչ մեկ այս դալիճին չի մնա, բոլորս մահացած կլինենք, հավատում եք, չէ՞։ Թե հավատում եք, մտածում եք, որ մենք հավիտենական կյանք ունենք այս երկրի վրա, ոչ։ Աստված հավիտենական կյանք այս երկրի վրա արգելեց, որտեղ մարդը մեղք էր։ Եթե մեղքով մարդը հավիտենական կյանք ունենար, տառապանք է դա, սարսափելի տառապանք է։ Դրա համար Աստված արգելեց հավիտենական կյանք ունենալ եւ ասավ ծառին չմոտենաս, Ադամ, ծառին չմոտենաս։ Եղբայրներ քուրեր, թող Աստված օրհնի, որպեսզի մենք հասկանանք, որ այո, Աստվածաշունչը դա Աստծո խոսքն է։ Այնտեղ գրված ամեն մի խոսքը երկնքից իջած խոսք է, Աստծո բերանից դուրս եկած խոսքն է։ Ուստի մենք, եթե մարդու խոսքին հավատում ենք, չէ՞ որ առավել եւս Աստծո խոսքին հավատանք, որ ասում է ես ձեզ սիրում եմ եւ ձեզ համար իմ որդին եմ ուղարկել, որպեսզի ով որ նրան հավատա, չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Եկեք սրտանց ասենք փառք մեր Տիրոջը։ Շնորհակալ լինենք Տիրոջից, որ ինքն է մեր մեղքի հարցը լուծել, օրենքից մեզ ինքն է ազատել, եղբայրներ, օրենքի ուժից ազատել է մեզ։ Ինչով է ազատել մեզ։ Բերելով մեզի երկնքից խաղաղություն, բերելով մեզի զորություն, եւ այդ զորությունը մեզի տալիս է հնարավորություն, մեզի տալիս է զորություն, որպեսզի մենք կարողանանք վկայել այն, ինչ որ մեր ներսում կա։ Փառք Տիրոջը դրա համար։ Սրտանց ասենք փառք Տեր, կանգնենք աղոթքի, եղբայրներ քուրեր։